Ողջույն, Reopen Media-ի Renews-ը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում, հունիսի 4-ի լրահոսին ձեզ կծանոթացնի Սոնա Թումանյանը։ Լրատվություն ուղիղ եթերից, թարմ ինֆորմացիա վաղ առավոտից, փորձագիտական կարծիքներ, բազմակողմանի մեկնաբանություններ, Renews լրատվականը ուշադրության կենտրոնում է պահում ձեզ հետաքրքրող թեմաները, ապահովում անաչառ եւ անկողմնակալ լուսաբանում։ Մենք հասանելի ենք YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում, Spotify-ում։ Մեզ կարող եք հետևել նաեւ Reopen.media կայքեջում։ Ազգային ժողովի ինտերակտիվ քառօրյա-նիստերին այս անգամ փոխարինելու են եկել 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։ Վարչապետն առանձնակի շեշտել է, քաղաքացիները գնաճի պայմաններում ապրում են 50%-ով ավելի լավ, քան նախկինում։ Բյուջեի անհամաչափ բաշխման մասին դիտարկմանն անդրադարձել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նշելով, որ չի ժխտում երկրում աղքատ եւ ծայրահեղ աղքատ մարդկանց առկայությունը, իսկ որպես հակակշիռ առաջ է բերել սոցիալական բարեփոխումների ավելի հասցեական դարձնելու անհրաժեշտությունը։ Քննարկումներին դրական վիճակագրության իր չափաբաժինն ավելացրել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ 2024 թվականին հնարավոր է եղել ապահովել երկրի մակրոտնտեսական կայունությունը։ Իմ գործընկեր Մոնիկա Հայրոյանի ռեպորտաժից կհասկանանք, արդյոք թվային արժեքների աճն ուղիղ համեմատական է Հայաստանում տնտեսության կայուն զարգացմանը։ Բյուջե 2024-ը երջանիկ կյանքի բանաձևն է տալիս, թե հակառակը կպարզենք երեկոյան թողարկմանը փորձագիտական վերլուծությունների հիման վրա պատրաստված ռեպորտաժով։ Տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Անվտանգության ծառայությունից հայտնել են, որ կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։ Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը։ Տրանսպորտային բարեփոխումների արդյունքն ու հետևանքը կամ ինչից են դժգոհում Երևանի ավականու ընդդիմադիր խմբակցության անդամները։ Շարունակական քննարկումներ, տարակարծություններ։ Ի վերջո ուղևորափոխադրման որակը բարելավվել է, թե ոչ։ Բարեփոխումների արդյունքների բերած խնդիրների մասին ահազանգում է Մայր Հայաստան ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։ Ուտելսերներից շատերը չեն աշխատում, նորմալ, մեկի վրա փակցված է, չի աշխատում, ու այդ կանգառում էլ չկա ուրիշ, էլ չգիտես ուր գնաս հասնես, որ տրանսպորտից չուշանաս։ Սեբաստիայի վրա երկու տելսել կար, կոպեկը գցում ես, հետա գալիս, չի ընդունում։ Որ պնդում էին բոյկոտ չկա, արդեն ստիպված բարձրաձայնում են, որ բոյկոտը կա, մարդիկ չեն վճարում, մարդիկ ընդվզում են, մարդիկ բողոքում են։ Երևանի հանրային տրանսպորտի խնդիրների եւ լուծումների մասին մեր ռեպորտաժը կարող եք դիտել ամփոփիչ թողարկմանը ժամը 21-ին։ Անհայտ անձինք Մոսկվայի Արասլավսկի երկաթուղային կայարանում հայ տղամարդու են առևանգել։ Կայարան է մոտեցել Mercedes մակնիշի սև մեքենա, որից մի քանի տղամարդ դուրս են եկել, բռնել 40-ամյա գործարար Արեգ Շեպիխինին եւ տարել անհայտ ուղությամբ։ Ականատեսները ոստիկանություն են ահազանգել, համացանցում տեսանյութեր հրապարակել, Կիևսկի մայրուղու մոտ իրավապահները հայտնաբերել են սև Mercedes-ը, հայ գործարարն այնտեղ չի եղել։ Հետո պարզվել է, որ Շեպիխինին ձերբակալել են Չեչնիայի իրավապահները, որոնք
Սրանք ըստ Չեչնիայի ազգային քաղաքականության հարցերով նախարար Ահմեդ Դուդայևի գործակցում են Մոսկվայի ոստիկանության հետ։ Շչեպիխինին ստուգում են մի քանի հոդվածներով հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով կատարված հանրային գործողությունների համար։ Ավելի ուշ Շչեպիխինը եթեր է մտել դեմքին վնասվածքների հետքերով եւ ասել, որ իրեն հարցեր են տվել, թե արդյոք կապեր ունի Ուկրաինայի կամ ռուսական ընդդիմության հետ։ Ռուսական զորքերը շարունակում են առաջ շարժվել Սումիի մարզում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդմամբ հատկապես կատաղի մարտեր են ընթանում Պոկրովսկի եւ Վրեմիկվայի ճակատներում։ Դրությունը թեժացել է նաեւ Սիրիա-Իսրայել սահմանին։ Միջազգային լրահոսի խճանկարը ներկայացնում է Սիմոն Հովանիսյանը։ Կուրսկի մարզում ուկրաինական ուժերը հետ են մղել ռուսական բանակի 26 հարձակում, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Հիշեցնենք, որ նախորդին ուկրաինական ուժերը պայթեցրել էին Ղրիմի կամուրջն ու հայտարարում էին, որ վնասազերծել են կամրջի հենասյուները, իսկ ռուսները պնդում են, որ Սումիի մարզի Անդրիևկա քաղաքն են գրավել։ Ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել Սումիի շրջանում Դոնեցկի մարզում։ Վոլոդիմիր Զելինսկին հայտարարել է, որ ուկրաինական ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնից օրերս հրաժարական տված Միխայել Դրապատին նշանակվել է համատեղ ուժերի հրամանատար։ Ըստ նրա Դրապատին կկենտրոնանա բացառապես մարտական հարցերի վրա, իսկ ցամաքային զորքերի համակարգումով կզբաղվի մեկ այլ անձ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Վաշինգտոնում հանդիպել է Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգի հետ։ Քննարկել ենք ճակատում տիրող իրավիճակը, Ստամբուլում կայացած հանդիպումների արդյունքները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացման եւ Ուկրաինայի պաշտպանական օգնության կարեւորությունը, գրել է Երմակը իր Telegram ալիքում։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Աշ-Շարան սեպտեմբերին կայցելի Միացյալ Նահանգներ եւ ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում, հաղորդում է Սիրիա TV-ն։ Ըստ լրատվամիջոցների դա վերջին 60 տարվա ընթացքում կլինի Սիրիայի նախագահի առաջին ելույթը ՄԱԿ-ում։ Նշվում է նաեւ, որ Աշ-Շարայի ԱՄՆ այցի շրջանում մի քանի այլ հանդիպումներ են նախատեսված։ Ի պատասխան սիրիական Մոհամմադ Ալ-Դեիֆի մարտիկներ անվամբ հակակառավարական խմբավորման հարվածների, իսրայելական ռազմական օդուժը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային շրջաններին։ Ըստ սիրիական աղբյուրների, իսրայելական կործանիչները թիրախավորել են Դերայի գավառի մի քանի բնակավայր եւ մեկ զորամասի տեղակայման վայր։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է Սիրիայի ռեժիմին պատկանող մարտական միջոցներին ի պատասխան Իսրայելի վրա հարձակման։ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի հետ բանակցություններում առաջադրված պայմանները հակասում են Իսլամական Հանրապետության հիմնարար սկզբունքներին, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Մոնիկա Հայրոյենի ռեպորտաժը արդեն կարող ենք դիտել ամբողջական տարբերակով, ազգային ժողովում բյուջե 2024-ն է քննարկվում։ Կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն։ Կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն։ Ազգային ժողովում մեկնարկել են 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։ Մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ եւ պատգամավորներ։ Ըստ ֆինանսների նախարարության, բյուջեն կատարվել է 95.8% եկամուտների եւ 93.9% ծախսերի մասով։ Եկամուտները կազմել են շուրջ 2.72 տրիլիոն դրամ, ծախսերը 3.18 տրիլիոն։ Պետական պարտքը 2024-ի վերջին կազմել է մոտ 5.1 տրիլիոն դրամ, ՀՆԱ-ի 48.3%-ը։ Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ 2018 թվականի համեմատ ավելի կոնկրետ նոյեմբեր եւ ապրիլ ամիսներին գրանցվել է աշխատատեղերի ռեկորդային աճ։ Գրանցվել է 782.832 աշխատատեղ, որը 192.613-ով կամ 32%-ով ավել է 2018 թվականի նոյեմբերի ցուցանիշից։ Այս տարվա ապրիլին, սակայն, արդեն գրանցվել է աշխատավարձերով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 783.547, որը 2018 թվականի ապրիլի նկատմամբ ավել է 242.119-ով կամ 44.7%-ով։ Չնայած բյուջեի թերակատարմանը եւ պետական պարտքերի աճին, վարչապետը վստահեցնում է, քաղաքացիները գնաճի պայմաններում ապրում են մոտ կիսով չափ ավելի լավ, քան նախկինում։ 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173.996 դրամ։ 2025 թվականի ապրիլին 304.992 դրամ։ Միջին աշխատավարձի աճը
կազմել է 130,000 դրամ կամ 75%։ Նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը, կൂട്ടակային գնաճը կազմել է 25%։ Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում եւ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով եւ ավելի լավ են ապրում շուրջ 50%-ով։ Ըստ Փաշինյանի այս թվերը դժվար է մեկնաբանել, քանի որ հարցը շատի եւ քչի մասին չէ, այլ պետության եւ չպետության վիճակների տարբերության։ 2025 թվականի ապրիլի ընդհանուր բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը համախառն կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ։ 2018 թվականի ապրիլին, խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրեք, 94 միլիարդ 206 միլիոն դրամ։ Եվ այս թիվը 2025 թվականի ապրիլին 2018 թվականի ապրիլի նկատմամբ աճել է 144 միլիարդ դրամով կամ խնդրում եմ ուշադրություն 153%-ով։ Այս տարբերությունը շատի ու քչի մասին չի ամենևին, որովհետև սա մի դեպք չի, որ ասենք տեսեք այն ժամանակ քիչ է եղել, հիմա շատ է։ Սա տարբերությունը պետության եւ չպետության միջև։ Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև աշխատավարձերի բաշխման խնդրին, նշելով, որ բարձր են վարձատրվում հիմնականում այն քաղաքացիները, որոնք ստացել են մրցունակ եւ ժամանակակից կրթություն, իսկ ցածր աշխատավարձ ստացողները ըստ նրա հաճախ նման կրթություն չունեն։ Բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել։ Ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Երջանկությունը պետք է արտահայտված լինի պետական բյուջեում, հայտարարել է Փաշինյանը։ Ըստ նրա, անհատական կենցաղային պայմանները բավարար չեն մարդու երջանկության համար։ Եթե մարդն ունի հարմար նորոգված բնակարան, դա դեռ չի նշանակում, որ ինքը բարեկեցիկ է, քանի որ ջրի կամ հոսանքի մատակարարում չունի։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Բաքվի կենտրոնում այսօր ավարտվում է միջազգային էներգետիկ ֆորումը։ Համաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը։ Համաժողովի օրակարգում են կայուն էներգետիկայի զարգացումը, ոլորտի թվայնացումը, կանաչ նախագծերի արագացումը, նորարարական լուծումներով ածխաթթվային աղբյուրներից կախվածության նվազեցումը։ Ակնհայտ է, որ հերթական միջազգային համաժողովով Իլհամ Ալիևը ջանում է մեծացնել իր երկրի նշանակությունը Կասպյան տարածաշրջանում։ Դիտենք ռեպորտաժը։ Ադրբեջանը շարունակում է խորացնել միջազգային կապերն ու զանազան հարթակներում ակտիվությունը։ Բաքվում մեկնարկել է էներգետիկ ֆորումը։ Այն էներգետիկ շաբաթվա մի մասն է, որն անցկացվում է արդեն 30 տարի։ Այս տարվա ֆորումի ծրագրում ընդգրկված է ավելի քան 70 զեկույց։ Ֆորումին մասնակցում էին տարբեր պետություններ եւ մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Օրինակ British Petroleum-ի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ մինչև 2030 թվական շահագործման կհանձնվի Կասպից ծովում իրենց կողմից կառուցվող 2.9 միլիարդ դոլարանոց էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտը։ Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի փոխնախարար Սամիր Մամեդովը հայտարարեց, որ հնարավորություն կա Սևծովյան տարածաշրջանի հետ ենթակառուցվածքների կապ ստեղծել, իսկ էներգետիկայի փոխնախարարը մանրամասնեց էներգիայի այլ աղբյուրների զարգացման ծրագրերը։ Վերջին տարիներին մենք ներդրում ենք կատարել նաև կանաչ էներգիայի ոլորտում։ Այժմ մենք մեկնարկում ենք Կենտրոնական Ասիան, Կասպից ծովի եւ Սևծովյան տարածաշրջանները Եվրոպային կապող 4 միջկապային նախագծեր։ Ադրբեջանը նախատեսում է մինչև 2035 թվականը օգտագործել ավելի քան 6 գիգավատ կանաչ էներգիա եւ արտանել դրանից 4 գիգավատը։ Ադրբեջանի հետ համատեղ իրականացվող կանաչ էներգիայի նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար, հայտարարեց Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Վախթանգ Ցինցաձեն։ Այս նախագիծը, որը մենք համատեղ իրականացնում ենք Ադրբեջանի հետ, նոր կամուրջ կլինի մաքուր եւ վերականգնվող էներգիայի դեպի Եվրամիություն հոսքի համար։ Ծրագիրը նախատեսված է ոչ միայն տարանցման, այլև էներգիայի արտահանման նոր փուլի եւ օգտակար է բոլոր կողմերի համար։ Ընդ որում այն պետության հետ, որի հարստությունը ձևավորվել է չվերականգնվող եւ բնությանը վնասող ռեսուրսների իրացմամբ։ Ցինցաձեն նաեւ ընդգծեց, որ այս համագործակցությունը կխորացնի տարածաշրջանի երկրների էներգետիկ հարաբերությունները Եվրամիության հետ։ Ֆորումին զեկույցներ էին ուղարկել նաեւ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Թայիպ Էրդողանը։ Էրդողանի ուղերձը Բաքու էր բերել Թուրքիայի էներգետիկ եւ բնական ռեսուրսների նախարար Արփասլան Բայրակթարը։ Ուղերձում մասնավորապես ասվում է բնական գազի ոլորտում Ադրբեջանի հետ նոր նախագծերի
մեծ ներուժ կա, որն ըստ Էրդողանի կնպաստի ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլև տարածաշրջանի եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։ Իսկ Թրամփի սուրհանդակն էր Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության գլխավոր խորհրդականը։ Նա եկել էր նախագահի անունից ասելու, որ վերջին 30 տարիներին Ադրբեջանն աչքի է ընկել տարածաշրջանի էներգետիկ ոլորտում առաջատարությամբ եւ գլոբալ էներգետիկ անվտանգության հանդեպ հավատարմությամբ։ Թրամփը, որ նախընտրական շրջանում մեղադրում էր Ադրբեջանին հայերի էթնիկ զտման համար, նաև հայտնել է ակնկալիքները հետագա համագործակցությունից։ Դիանա Կարապետյան, Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Վարչապետ Փաշինյանը Facebook-ում հերթական գրառմամբ շարունակում է հեռակա վեճը հայ բարձրաստիճան հոգևորականների հետ։ Հայ եկեղեցին մեր հոգու տունն է, կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է ազատեն մեր հոգու տունը, գրել է նա։ Մեջբերում անելով Շիրակի թեմի առաջնորդի մի հայտարարությունից, թե մեջբերեմ, ձեզ ինչ կուսակրոնը խախտել է, կուսակրոնության ուխտը չի խախտել, դա ձեզ չի վերաբերվում։ Փաշինյանը պատասխանել է, որ այդ հայտարարությունն ակնհայտ է դարձնում, որ բարձրաստիճան հոգևոր դասի մի հատված չի հասկանում, որ հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, մեզնից յուրաքանչյուրի եկեղեցին, ժողովրդի սրբությունը, ժողովրդի ու մեզնից յուրաքանչյուրի հոգու տունը։ Պետություն եկեղեցի առցանց երկխոսության արդյունքները հասնում են իրավական դաշտ։ Հայաստանի վարչապետի եկեղեցուն թիրախավորող հայտարարությունների առնչությամբ բողոք է ներկայացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այս մասին գրել է Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։ Ըստ նրա, հանձնաժողովից ակնկալվում է վարույթ հարուցել եւ եզրակացություն ընդունել վարչապետի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության մասին։ Զուգահեռ իրականությունում փաստորեն քաղաքացիական պայմանագրի վարչության հերթական նիստն է գումարվել։ Երեկ երեկոյան գումարվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են կուսակցության գրասենյակից։ Մարզային կառույցների ղեկավարների թեկնածությունները հաստատվել են, նաև քննարկվել են հանրային կարևորություն ունեցող եւ կուսակցական բնույթի հարցեր։ Կովիդից հետո նոր հիվանդությունների տարածումը կարծես սառը ցնցուղ լինի հանրության համար։ Հայաստանում արձանագրվել է արևմտյան նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ արևմտյան նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն է։ Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում։ Կլինիկական ախտանշաններն են գլխացավը, մկանացավը, հոդացավը, գլխապտույտը, իսկ ծանր դեպքերում մենինգիտը, էնցեֆալիտը, ինչպես նաև կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման նշանները։ Եվ ամփոփենք մարզական նորությամբ Եվրոպայում 4-րդն ենք Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկով գրավել է 4-րդ տեղը։ Մեդալային հաշվարկը կատարվել է տղամարդկանց եւ կանանց թիմերը միասին, հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի Facebook-յան էջը։ Հայաստանի թիմը մասնակցում էր միայն տղամարդկանց կազմով։ Հայաստանն իրենից առաջ է թողել միայն Գերմանիային, Մեծ Բրիտանիային եւ Իտալիային։ Հակոբ Սերոփյանի գլխավորած հավաքականը նվաճել էր 2 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ։ Այժմի լրահոսը սպառված է Renews-ի աշխատանքին, ուղիղ եթերում հետևեք ժամը 18-ին, մենք հասանելի ենք YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում, Spotify-ում, ամենօրյա թարմացումներին ծանոթացեք նաև մեր պաշտոնական կայքէջում։ Բոլոր հարթակների հողումները կարող եք գտնել ուղիղ եթերի նկարագրության հատվածում եւ կցված մեկնաբանության մեջ։ Ռուսալեզու եւ անգլալեզու լուրերի թողարկումներին կարող եք հետևել գլխավոր թողարկումից հետո համապատասխանաբար ժամը 22-ին եւ 23-ին։ Տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, մինչ նոր հանդիպում։